Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ամփոփում ենք շաբաթը, այս շաբաթվա ընթացքում Փաշինյանը մի շարք հայտարարություններով հանդես է եկել, նաև կառավարությունը հրապարակել է 26-ից 31 թվականների գործողությունների ծրագիրը։ Հաղորդման սկզբում այս մասին կսկսենք խոսել, այստեղից կսկսենք։ Փաշինյանը ասում է հետևյալը. ընտրությունների արդյունքներով պարզվեց, ստացվեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հաղթեց, որը նշանակում է, որ այդ գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական գաղափարախոսություն Հայաստանում։ Այսպիսով, ասում է Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունը իր պատմության նոր փուլ է թևակողում, որը մենք անվանում ենք, ասում է Փաշինյանը, 4-րդ հանրապետություն։ Երրորդ հանրապետությունը, ըստ Փաշինյանի, ի սկզբանե հակամարտության տրամաբանության մեջ է եղել, 4-րդը խաղաղության տրամաբանության։ Հիմա խոսելու ենք այդ 4-րդ հանրապետության մասին, ձեր կարծիքով ինչն է փոխվում Հայաստանի պետական քաղաքականության մեջ կամ ինչ է նշանակում 4-րդ հանրապետություն, իրական Հայաստանը, պաշտոնական գաղափարախոսություն։ Դե, ցենց ասեմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ծրագիր իրավունք ունի կոչել պաշտոնական գաղափարախոսություն, որովհետև ի տարբերություն հանրային կարծիքի գաղափարախոսությունը դա ինչ որ արժեքային նորմատիվ փաստաթուղթ է, որը գրվում է մարդկանց կողմից եւ առաջարկվում է հանրությանը։ Հիմա իրանք ունեն մեծամասնություն ազգային ժողովում, հետեւաբար իրենց ծրագիրը կարան թելադրեն հասարակության որպես ոչ թե պետական, այլ պաշտոնական գաղափարախոսություն։ Տարբերությունն է դա։ Ինքը պետական գաղափարախոսություն չի, պաշտոնական գաղափարախոսություն է։ Համարակալումն էլ է իրանց ձեռքում, որովհետեւ ոչ մեկ չի արգելում, այդ ավանդականը, ընդհանրապես հանրապետությունների համարակալումը ավանդաբար գալիս է Ֆրանսիայից եւ դա պայմանավորված է սահմանադրությունների փոփոխություններով, այսինքն նոր սահմանադրություններ ընդունելով, դա sense ասա, այնպես չի որ, հա, ասենք 4-րդը եւ 5-րդը ահռելի տարբերությունն է, 5-րդը դա Դեգոլի սահմանադրությունն է, եւ այս Դեգոլի հանրապետությունն է հիմա այնտեղ 5-րդը որը կա, 4-րդը դա այլ սահմանադրություններ, որը բան էր, 3-րդը դարապես Դրեյֆուսի գործով այդ հայտարարություններ, որ եղավ որ Ֆրանսիան բավականին ծանր ներքին կոնֆլիկտ ունեցավ, այդ հիշեցնեմ այնտեղ ինչ որ մեղադրանքներ էին առաջ քաշվել բաներին ու պարզվեց որ հասարակությունը չի կարողանում ընդունել այդ սահմանադրական նորմերը, հետեւաբար փոփոխություն տեղ ունեցավ։ Այնպես Նիկոլ Փաշինյանը կարող անվանի ոնց ուզում է։ Դա ասենք պետական գաղափարախոսություն է։ Իրանց իշխող ուժի գաղափարախոսություն է, ուզում է անվանի 4-րդ չես կարող արգելես։ Իր ձեռքում է, մենք այդ փաստաթղթերում ջերում է։ Քանի որ ինքը չի նախատեսում, չէ, ինքը չի նախատեսում որևիցե փոփոխություն, ասենք օրենսդրական առումով կամ մեր սահմանադրությունը, ասենք, նենց չի որ նմանատիպ հայտարարություններից հետո ասենք հանձնագրերի վրա գրվելու է 4-րդ Հայաստանի Հանրապետության 4-րդ չգիտեմ թողարկում կամ ինչ-որ, դա հիմա ինչ ուզում է թող դնք, դա 15։ Կա այսպիսի տեսակետ, ասում առաջին հանրապետությունն է շարունակվում, չկա առաջին, երկրորդ, երրորդ, հիմա է 4-րդ, ինչու են ասում 4-րդ։ Այդ եմ ասում, տրամաբանությունը ընդհանրապես համարակալման որտեղ բերված էր որտեղ ֆրանսիական ավանդույթն էին վերցրել։ Կար առաջին հանրապետություն, որը 18-ից 21 էր գործում, հետո 21-ից իրականում դա այդպես չի, ինքը 4-րդ, որտեղ 21-ից, այսինքն խսեմ սոցիալիստական ուժերի հաղթանակից այդ բանից, երբ որ ինքը անդրկովկասյան դաշնության մեջ էր մտնում, դա ուրիշ էր, մեծ հաշվով, հա, որտեղ Հայաստանի սոցիալիստական ռեսպուբլիկան չէր մտնում ուղիղ ԽՍՀՄ մեջ, ինքը մտնում էր անդրկովկասյան բանի մեջ, դաշնության մեջ, եւ անդրկովկասյան դաշնությունն էր մտնում սովետական միության մեջ, դա տարբերություններ կային։ Հետեւաբար երևի թե ճիշտ կլինի անվանել, որ այնտեղ առաջի սահմանադրությունը դա էր, երկրորդը 36 թե 7 թվականի Ստալինի սահմանադրությունն էր, որը որ հետեւաբար արդեն սարքեց, որ Հայաստանը առանձին է մտնում ԽՍՀՄ կազմի մեջ եւ այդ կառույցը, որը կոչվում էր անդրկովկասյան այլևս չկա, դա երկրորդ,
թե երրորդ արդեն եւ չորրորդը 1977 թվականի սահմանադրություններ սոցիալիստական ռեսպուբլիկայի, եթե այդ համարակալումը վերցնենք, բայց մեզ մոտ դա ինչ որ վերածվել էր բանի, վերցել էին առաջինը, մինչև սովետը, հետո սովետական միության եւ հետո երրորդ հանրապետությունը 1995 թվականի սահմանադրությունով։ Հիշեցնում ենք մինչև հիմա այդ սահմանադրության մեջ փոփոխություններով ենք ապրում, ոչ թե նոր սահմանադրություն ենք ընդունել։ Եթե ես չեմ սխալվում, մեզ մոտ նոր սահմանադրություն չկա, այսինքն սա երրորդն է։ Եվ բուն այսպես ասած դասական ավանդույթով մենք դեռևս նու կամ երրորդ են կամ վեցերորդ եւ բոլոր դեպքերում գաղափարախոսություններ են փոխվում գաղափարախոսություն տեսեք գաղափարախոսությունը ի տարբերություն գաղափարախոսությունը դա յուրաքանչյուր կառավարությունների ծրագիր է կարակոչի գաղափարախոսություն ծրագիրն է դա որովհետեւ գաղափարախոսությունը այնպեսի բան է որ դու թելադրում ես Գաղափարախոսությունը այն ինչ որ հիմա տարածված է բիզնես ոլորտում, այսպես կոչված vision-ն է, կորպորատիվ vision-ը, տեսլականը։ Գաղափարախոսությունը դա տեսլական է։ Այսինքն կառավարությունը գալիս է, ասում է իմ տեսլականը սա է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հիմա ինքը 26 թվականից սկսած իրականում ավելի շուտ էր խաղաղությունից է խոսում, չէ՞ մարդը ասում է խաղաղություն, բայց ինքը 21 թվականին էլ գնաց է խաղաղություն։ Այսինքն ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում, որ 21 թվականին չէր գնում ոնց էր ասել կոնֆլիկտային չէ, հակամարտության տրամաբանության մեջ չէր։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի ժամանակ 21 թվականի ընտրությունը խաղաղության բանի մեջ էր։ Այսինքն սա ես գնահատում եմ ավելի շուտ քաղաքական խոսույթ, ինչ որ մի բան, որ ինքը ասի նոր բան են կարել, բայց ոչ մի նոր բան չի եղել։ 21 թվականից նույն բանն է։ Այսինքն այնտեղ ես առանձնապես տարբերություն որ ասեք քթի հա որ ասեք քթի տարբերություն ինչ ինքը 21 թվականին ասում էր պետքա զենք հավաքենք գնանք բոլորի դեմ կռվենք հիմա նույն խաղաղությունն է ուղղակի դրան նոր ձևակերպում ա տվել ասենք չգիտեմ ինչ որ կողքից ծաղիկան է կարել այն ուղղակի մենակ գրած էր խաղաղություն բառ հիմա ինչ որ գունավոր ներկել է այդ խաղաղությունը այդքան բան լավ ընդունեցինք ձեր պատասխանը անցանք հաջորդ հարցին հա Կառավարությունը մշակել է 26-31 թվականների գործողությունների ծրագիր։ Այստեղ շատ հետաքրքիր է։ Ազգային ժողովը դեռ պետք է հաստատի, ընդունի եւ այլն։ Թույլ տվեք ենթադրել, նույնիսկ մարջ գալ որ կհաստատի չփակի։ Այստեղ բալանսավորված, հավասարակշռված քաղաքականության ուրեմն պատկերն է։ Ուրեմն առաջնահերթությունների թվում են Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Վրաստանի հետ հարաբերությունների խորացում, սա մի փուլ է, հարաբերությունների խորացում, Ռուսաստանի հետ Վրաստանը լավ է նայվում այդտեղ։ Հա, Ռուսաստանի հետ եւ ուրեմն համագործակցության շարունակականություն, նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Սա Ռուսաստան հապկ չկար։ Հապկ չկար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ուրեմն համագործակցությունը շարունակում է Հայաստանը, Ռուսաստանը դեռ պիտի հարցեր պարզի մինչև դեկտեմբեր, Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության զարգացում է տեղի ունենալու այս տարիներին, Ադրբեջանի, Թուրքիայի հետ այնտեղ նույն բաներն են, դա ուրեմն Սահմանազատում, չգիտեմ, գծում եւ այլն, Թուրքիայի հետ ծրագրեր են մշակվում, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, բոլոր այդ բաները մենք գիտենք ինչի մասին ասվում էր մինչեւ այժմ դա փաստորեն շարունակվում է։ Հետաքրքիր է այստեղ Միացյալ Նահանգների հետ այնտեղ ուրեմն հարաբերությունների խորացում է, այստեղ խաղաղության այդ խորհրդում նշվում է, որ Դոնալդ Տրամպի կողմից նախաձեռնած խաղաղության խորհրդում շարունակվում է աշխատանքները եւ աշխատանքներ են տարվում այդ Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցության ուղղությամբ։ Եվրամիություն, Շանհայան, խաղաղության խորհուրդ Էլ չկրկնեմ։ Այդ վերջի կետը որ կա, եկեք հերթով գանք, հիմա տեսեք օրինակ ծրագիրը, քիչ թե շատ ամբողջությամբ ներկայացրեցինք։ Այս ծրագիրը ոչ մի բանով չի տարբերում նրանից 21 թվականից ինչ էր արվում։ 22 լավ, ասած ասեմ, ուկրաինական պատերազմի սկզբից, արդեն որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացում, երբ եվրոպական դիտորդական առաքելությունը եկավ մեր սահմանի վրա կանգնեց ու սկսեց ապահովել մեր անվտանգությունը, այդ պահից արդեն ռազմավարական հետ հարաբերությունների խորացում ակնհայտ է, որտեղ դրանից հետո այդ 2 ամսվա ժամկետը դիտորդական առաքելության խորացա։ Բոլոր մնացած կետերը վերջի տարիների ընթացքում արվել է։
Ինչ եմ ասում, ասում որ այդ 4-րդ հանրապետությունը, որ ուզում են նորովի ներկայացնեն, ոչ բանով չի փոխում, նույնն է։ Սահմանադրություն են ուզում նոր ընդունել։ Սահմանադրություն ընդունելը նոր նոր սահմանադրություն է գալու։ Այդ երբ որ նոր սահմանադրության մասին խոսքը կգնա, նոր սահմանադրությունը կլինի, նոր սահմանադրություն կընդունեն, հետո նոր կարելի է խոսել 4-րդ հանրապետության մասին, հետո դա ոնց որ ասում են, Աստված տա այդ ինչ էս 4-5 տարվա մեջ Աստված տա որն է, չէ որ ասենք չի լինելու, ինչ չի թվում որ կարան անեն։ Ամեն դեպքում սահմանադրությունը չեն կարողանա։ Չեն կարա, որտեղ այնտեղ խոսքը նրա մասին է, որ ժամանակ առ ժամանակ Փաշինյանը ասում է, որ իրան ընտրել են բան ինչ 720,000 հոգի, հա, Նիկոլը սիրում է, չէ, այդ թվերը ինչ որ հիշել, որ իրան այսքան մարդ ձայնա տվել, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ 720,000 հոգին նոր սահմանադրությանն էլ իրան ձայն կտան հիշեցնեմ, որ իրան մոտարապես բանա պետք, կողմ քվեարկածների թիվը պետք 600 քանի հազար հոգի։ Այդ սահմանադրությունը բայց ես ամենասկզբում մեջ բերեցի Փաշինյանը ասում է եթե այդքան մարդ ինձ ձայն է տվել ուրեմն այդքան մարդ իմ այս գաղափարախոսության այո է ասել իսկ գաղափարախոսության շարունակությունը պետք է լինի դա պետք է իր արտացոլումը գտնի նոր սահմանադրության մեջ ուստի Փաշինյանի հաշվարկով այդ 720 թե քանի հազար ես հասկանում եմ ինչ եք ասում հասկանում այո է նախապես նա ասում է այո է ասել ոչ դա տենց չի դա մանիպուլյացիա եւ կեղծիք ակնհայտ դա նույնն է որ եթե ես չգիտեմ ձեր հետ ասեմ որ ես Մադրիդի Ռեալի երկրպագու եմ ու գնամ ընտրությունների հավաքեմ 800,000 ձայն ես ինչ պիտի կանգնեմ ասեմ որ 800,000 հոգի Մադրիդի Ռեալի երկրպագու է Հայաստանում դա ձևակերպում դա փաստ չէ ոչ միայն փաստ չէ это не есть факт месье Ջուկ հա դա չէ դա չի ակնհայտորեն այդ ինչ որ ռուսերեն դրան ասում են խացելքի ու մանիպուլյացիա է որպեսզի ինքը հրամցնի շատ կարևոր է մարդկանց համար ովքեր խորացած չեն քաղաքական կյանքում եւ չեն կարողանում ամենօրյա ռեժիմով հետևել դրան կամ չեն համարում որ դրա վրա պետք է ռեսուրս ծախսեն այդ մտավոր իրանց հրամցնել ուտացնել որ ամբողջ է գալիս ես մենակ ես այս գաղափարը գիտես ինչ 720,000 հոգի ասել են հա դու էլ պետք է ասես հա այն էլ ասի ախպեր այսքան մարդ ասել են հա ես է գնամ ասեմ հա ոչ դա տենց չի դա կեղծիք է հայերի մեջ դա աշխատում է բոլորի մեջ է աշխատում որովհետև ամենակարևորը չտարբերվելն է այդ պահին այսինքն իրանք բան են որ հա լավ պետք է քեզ ապրում ենք էլիս որովհետև շնորհիվ մարդիկ փողոց դուրս կգային ամեն անգամ երբ որ մի հիմարություն են ընդունում չեն դուրս գալի, չէ։ Այ Ուկրաինայում օրինակ դուրս են գալի։ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ասում են, չէ, մենք այս պաշտպանության նախարարին ենք ուզում ու դուրս են գալի փողոց։ Պատերազմող երկիր է։ Բայց կարողացան պաշտպանել այդ պաշտպանության։ Կարողացան փոխեն իրավիճակը։ Հիմա այս քանի օրը նորից ձերբակալումներ են սկսել։ Որովհետև իրանք դուրս են գալի, պահանջում են, թե ինչ որ մի կերպ պետք է այս մարդկանց հանգստացնել։ Իրանք հենց այնց ոչ են պահանջում։ Իրանք ասում են, ասենք, չգիտեմ, արդար չի որ հանել ես ոնց էր ասես Սերժը ոնց էր ասել Տարոն ջան սիրուն չի ես ստիպված այնտեղ մարդ են բռնում նստացնում են բռնելու մարդ միշտ կա մանավանդ պատերազմական երկրում որտեղ 4 տարի պատերազմա գնում հա հաստատ ու որ ոլորտում ուզես կբռնես մեկին լավ Եվրամիության հետ գուցե ձեր սիրած թեման բարձրացնեմ այդ իմ ցավալի թեման է որովհետև չեն խորացնում Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության զարգացում չկա այդ օրենքի հիշատակում ինտեգրում անդամակցության հայտի ներկայացում եւ չի լինել ռազմավարական գործընկերության ընդ որում զարգացում այնտեղ վերևը խորացում էր այստեղ պարզապես զարգացում դե որտեղ այնտեղ խորացնում ես որտեղ դու ինչ որ բան ունես արդեն նու Ֆրանսիայի հետ ունես առնվազն հա այնտեղ խորացնում ես Ֆրանսիայի Եվրամիության հետ օքեյ զարգացնում ես մեծ հաշվով հասկանում եմ ինչ են գրել կարող բացատրել մենք էլ հասկանանք դե իրանք չեն պատրաստվում արագացված տեմպերով, այսինքն ռեսուրս ծախսելով, այդ հարաբերությունները հասցնեն ռազմավարական մակարդակի։ Հարաբերությունները հայտարարված են, որ ռազմավարական են, այսինքն դրան պետք է հատկացվի, ընդունենք տարբեր գնահատականներ կան, քո պետական ռեսուրսների 30-ից 50%-ը, եթե դու հայտարարում ես ռազմավարական, դու մոտ 30%-ը քո ամբողջ ռեսուրսի, ամբողջ բարելավումների բաների պետք է ուղղես դրան, որտեղ ինքը ռազմավարական է, ինքը պետք է ազդեցություն ունի։
Հիմա երբ որ դու ասում ես ռազմավարական հարաբերությունների խորացում, դու ասում ես, որ ես այս 30%-ը տալիս եմ զարգացում։ Ես այս 30%-ը տալիս եմ, ես հիմա շարունակում եմ այս 30%-ը տամ, ուղղակի ստեղ աշխատում եմ այս ուղղությամբ։ Դու չես բերում իրան, որ ես ուզում եմ ինտեգրվեմ, հետեւաբար պետք է լայնացնեմ։ Այնտեղ եթե դու լայնացնում ես, դա նշանակում է որ տարբեր ոլորտներ ես բերում, առողջապահություն, սոցիալական ապահովություն, ասենք, չգիտեմ, առանձին սկսում ես աշխատել ավիացիայի ոլորտում, որպեսզի հայկական ավիաուղիները կարողանան թռնել Եվրամիության օդը իրենց համար բաց լինի, առանձին սկսում ես աշխատել տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրները լուծելու վրա, առանձին սկսում ես աշխատել կրթական ոլորտի բարելավումների վրա, առանձին սկսում ես աշխատել քեզ մոտ հնարավորություն ստեղծելով, որ օրինակ Էրազմուսը գործի, որ Եվրոպայից կան քեզ մոտ քո բուհերում ինչ-որ բան սովորել, 1 կամ 2 մասնագիտություն միշտ գտնես, հա, որ քոնոնք շատացնեն, առանձին աշխատում ես, որ չգիտեմ, մագիստրական ծրագրեր Եվրամիության մեջ բան անես, այսինքն այս ամբողջը թողում ես մի կողմ, ասում ես, չէ, ինչ կա էտա, դե ինչ կա էտան, էտա, ոչ բան չես անում, ինչ վերաբերվում այն բաներին, օրինակ Չինաստան, Հնդկաստան, չէ, հələ դրանք կհասնեմ, Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Վրաստան, Իրան, Ֆրանսիա եւ Վրաստան։ Ես ուզում եմ հասկանամ այն փաստաթուղթ գրողը, ասենք ինչ տրամաբանության մեջ է, գրեթե կործանման եզրին գտնվող Վրաստանը բերել համաշխարհային հնայի վրա ազդեցություն ունեցող երկրների հետ։ Քո հարևանն է, կետերով հասկացա, բայց եթե Իրանը Օրմուզով ազդում է համաշխարհային տնտեսության վրա, ասենք ԱՄՆ-ն համաշխարհային, չգիտեմ, հնայի 10%-ն, ուզում եմ ասել, ծրագրի մեջ չլիներ։ Այդտեղ չէ։ Սա նշանակում է, որ փաստաթուղթը իրականում ոչ միայն ձևական բնույթ ունի, այլ այն ինչ որ կոչվում է, կներեք այդ թուրքական բառի համար չնայած հիմա շատ բար դոս փչոցիա։ Որովհետև եթե դու խոսում ես Վրաստանի, Իրանի եւ Վրաստանի մասին, պետք է խոսես առանձին։ Դե առանձին է խոսում։ Չէ, առանձին չի խոսում, ինքը խոսում է ստորակետով Ամերիկայի եւ Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ միասին։ Այդ տարբեր է։ Վրաստանի հետ հարաբերությունների դուրս բերումը այն ռազմավարական համաձայնագրին, որը ստորագրվել է, դա նշանակում է, որ երկակի նշանակության բեռները, որոնք ես բերում եմ Վրաստանով, այլևս չեն կանգնում, որ իմ ծանր բեռնատարները, որոնք անցնում են Վրաստանով, այլևս Վրաստանի ոստիկանությունը չի կանգնացնում եւ հավելալ գումար դրանցից չի ուզում։ Եվ ես խնդիր չեմ ունենում, օրինակ Փոթի եւ Բաթումի նավահանգիստները օգտագործելու։ Սա է նշանակում Վրաստանի հետ աշխատանքը։ Իրանի հետ աշխատանքը նշանակում է, որ Ջաբահարը եւ Բենդեր Աբասը մեզ համար դառնում են բաց նավահանգիստներ, որոնցով մենք կարողանում ենք դուրս գալ Հնդկական օվկիանոս։ Իսկ այդտեղ միասին նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այդ դա է հաջողում հարցը։ Դա գալիս է նրան, որ եթե լավ հարաբերություններ ունենք, Իրանի հետ բանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է գնալ ու ասել հարգելիս, մեռնեմ Աստծոտ։ Այս երկու նավահանգիստով մենք իրավունք ունենք դրա, ՄԱԿ-ով հաստատված իրավունք ունենք։ Կարելի է մեր դրոշով դուրս եկող նավերը Բենդեր Աբասից եւ բանից Ջարբահարից մենք տեղեկացնենք, որ այդ մեր նավերն է, մեր ապրանքն է։ Կարելի է որ հանգիստ դուրս գան ու հանգիստ ներս մտնեն։ Որտեղ դե մենք ռազմավարական ենք, չէ՞, մենք քո անունով բորձուրներ ենք կոչում Հայաստանը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ քեզ լավը լինի։ Մենք նույնիսկ քեզ Նոբելյան մրցանակ ենք ուզում տանք։ Մենք նույնիսկ դեմ չենք որ հա մենք չենք տվողում, բայց որ մենք լինենք կտայինք հարգել։ Միացյալ Նահանգներ Իրան կշարունակենք դեռ Շանհայի հետ կապված, բայց քանի որ Իրանի մասին խոսեցինք, ոնց որ թե նոր փուլ է մտնում, ճիշտ է, տնտեսական պատերազմ են ասում, բոլորը այդպես են ձևակերպում, բայց մինչ այդ էլ Միացյալ Նահանգներ Իրան տնտեսական հարցերում ոնց որ պատերազմ էր, բայց հիմա ավելի սաստկացել է Միացյալ Նահանգները ասում են հանրապես Իրանի հետ ոչ մի գործողություն չպետք է անես։ Միացյալ Նահանգները չի Տրամփի ադմինիստրացիան, քանի որ Տրամփը գնահատվում է, այսինքն Տրամփի ադմինիստրացիան բոլորը գնահատում են, որ ինքը պարտվել է այդ պատերազմը, շանս չունի, որտեղ մինչև հիմա վարկանիշ է, հիմա իջել է մինչև 33%։ Սա ամենացածր վարկանիշն ինձ մոտ պատմության մեջ ամենացածր վարկանիշ։ Լավ, դե թողենք։ Բայց եթե երկրորդ ժամկետում այդ պահանջն է դրվում, տեսեք, խնդրեմը հետևյալն է, խնդրեմը որն է։ Տրամփը եկավ իշխանության, եթե հիշում եք, ինչ արեց 100%-ից թե 50%-ից տարիֆներ մտցրեց սա վրա, երկու շաբաթ հետո սա մոռացան։ Ասում է,
ասում է, չի կարա։ Դա ավտոմատ կերպով, այդ որ մենք բոլորին կողելու ենք պատժամիջոցների տակ, դա ավտոմատ կերպով նշանակում է, որ ինքը առնվազն Իրանին, Պակիստանին, ու էլի մի շարք երկրների պետք է մտցնի պատժամիջոցների տակ։ Իսկ ինքը չի կարա Չինաստանի մտցնի պատժամիջոցների տակ։ Չինաստանը իրան մեջտեղից կճղի դրա համար, որտեվ ինքը չի կարա Չինաստանի հետ հիմա դուրս գա տնտեսական պատերազմի։ Իսկ եթե դու Չինաստանին չես կարողանում մտցնել պատժամիջոցների տակ, այդ նույն հարաբերության համար, սա անիմաստ խոսակցություն է, զուտ քաղաքական նշանակություն ունեցող, կիսագրագետ կամ անգրագետ մագաների համար, որոնց որ Ամերիկայում թոզը դել ընդ թոզը փչես աչքերին, ասես տեսեք իմ ինչ եմ անում։ Համենայնդեպս հայաստանյան բիզնեսները անհանգստացած են։ Հայաստանյան բիզնեսները անհանգստացած են, տրամաբանականավոր անհանգստացած են հայաստանյան բիզնեսներին, այս մի 5 տարի ասում ենք տղեկ, ձեր քարտեզի վրա այլ ուղղությունները ջնջեք։ Դուք ունեք մի հատ ուղղություն Եվրոպա։ Եվրոպայից բացի դուք ուրիշ ուղղություն չունեք, յուրաքանչյուր ուղղություն այլ ուղղություն։ Ինքը պարունակում է մեջը ռիսկ, պատժամիջոցների ձեզ կգցեն, այնտեղ կլինի տնտեսական ճգնաժամ, այնտեղի տարադրամը կզրոյանա, մարդկանց մոտ այնտեղ խնդրեմ կառաջանա, ձեր ապրանքը ինչ որ հասցրել եք, որ վաճառեք, չեք կարողանա գումարը հետ բերեք, ընդ որում դա վերաբերում է նաև Թուրքիային։ Ես այդտեղ խնդիրը ամենապայծառ կերպով լուսաբանվում է մեր սիրելի եւ իրոք շատ հարգված, որը Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունեց միշտ տարիների ընթացքում Միացյալ Արաբական Էմիրություններով, որոնք փետրվարի 28-ին քնեցին, ավելի շուտ արթնացան եւ մարտի 1-ին արթնացան աղքատ, որտեվ Իրանը որոշեց, որ ինքը ռմբակոծելու է։ Եվ հիմա ամբողջ ընդեղի տնտեսությունը լրջագույն խնդիրներ ունի։ Եվ սա նորից էլի եմ ասում, դու միակ ուղղությունը, որտեղ դու ունես քիչ թե շատ կայուն, դա եվրոպականն է, որտեղ բացի Եվրամիությունից ոչ մեկ իր փոքր եւ միջին բիզնեսին դիրություն չի անում, Ամերիկանը չի անում։ Ամերիկան խոշոր կորպորացիաներին կարող անի։ Փոքր եւ միջին բիզնեսը Ամերիկան փուրն է տալիս, իրան չի հետաքրքրում։ Որովհետև մեր բիզնեսը ինչքան էլ ինքը խոշոր լինի մեր Հայաստանի տեսանկյունից, ինքը համաշխարհային մասշտաբով միկրո կամ փոքր բիզնես է։ Եվ այդ ոլորտի, այդ տիպի բիզնեսի համար հիմնական գործընկերը եւ լավագույն գործընկերը դա Եվրամիությունն է, նու կամ դաշտը, որտեղ դու աշխատում ես։ Ուրիշ տարբերակ դու չունես։ Դու ռիսկայնությունը ամենացածր ընդեղա լավ սենս։ Շարունակենք այդ մտահոգությունները, վերջերս այս Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների սրացման ֆոնին խոսում էին, ահա, եթե գազի գինը թանկանա, եթե գազը դադարի Ռուսաստանը մոտակարարել, մենք ունենք Իրանի տարբերակ, ճիշտ է, խողովակը նեղ է, բայց այսպես այնպես թվեր էին բերում Եվ հիմա այլ նորից ես հետ եմ գալիս այդ Իրանի հոխորտանքը բոլոր երկրներին, որոնք Իրանի հետ ինչ հարաբերությունների մեջ կարող են լինել։ Այսինքն գազի հարցում մենք փակուղի ենք, էլի փակուղի։ Դե տեսեք, Տրամպը նույնիսկ Ուկրաինայում է գնահատվում, որ Տրամպը բարկա սնյուխելսը с Պուտինը։ Այսինքն ինքը տենց շուտ բան չի վստահելի գործընկեր չի, որովհետեւ ոչ մի դեմոկրատական երկրի համար ինքը վստահելի չի։ Եթե տեսնում եք ինքը ինչ է, ինքը Հարավային Կորեային հանձնեց։ Ինքը ասաց, որ ես Քիմ Չեն Ունի հետ ավելի լավ եմ, քան թե ձեր Հարավային Կորեան, ես ասացի ձեր զորքերը հավաքեք, եկեք Իրանի վրա հարձակվեք, իրանք ասին չէ, դե որը չէ ու չէ։ Բա մենք ինչ ենք այդտեղ կանգնած, փող ենք ծախսում, ես պաշտպանում եմ։ Մարդը բանա, բայց Կորեայից, որի հետ ես ոնց որ թե հարաբերություններս կարգավորում եմ։ Դե տեսեք, այնտեղ խնդիրը նաև նրանում է, որ բանը Հարավային Կորեայից ինքը հանել է ամբողջ պետրիոտները եւ տարել է այնտեղ այն տարածաշրջանը։ Վարի է տվել։ Հիմա զորավարժություններին չի մասնակցում։ Այսինքն ենթադրել, որ Տրամպը գնայի Կամբոջա, Ադրբեջան, Ալբանիա, բանի շուտ տենց երկրի հանդեպ կլինի բարոյական, չնայած սաղ աշխարհի վրա ոնց որ թքած ունի, ոչ միայն թքած ունի, այլ վարի է տալի։ Դա շատ նաիվ է եւ քաղաքական առումով կրիտիկական սխալ է պարունակում։ Այսինքն, եթե դուք ուզում եք, որպեսզի Հայաստանում գազ լինի,
դուք պետք է ճանապարհ գտնեք Իրանից գազը ստանաք։ Անկախ նրանից Տրամպը ինչ է խոսում, ոնց է խոսում, ես դες հիշեցնեմ, Տրամպը նույնիսկ սպիտակ տան արևելյան թևը կոտրեց, որ իր բանը սարքի, դիսկոտեկայի տեղը սարքի, չգիտեմ Պուտինի պես ակվա դիսկոտեկա էր սարքում ստրիպտիզով թե ուրիշ ձև, հիմա դատարան ասեց ոնց կանտեր, դες մեկ-մեկի վերականգնի։ Այսինքն չկա որևիցե բան, որը Տրամպը արել է, որ Ամերիկայի establishment-ը թույլ կտա, որ մնա։ Ես ինքը հələ սենց է բանանում, ես սկսել եմ նկատել ամերիկյան բանում, զլմներում որ վերլուծական ինչ-որ սենց բաներով, չգիտեմ, բլոգերներ բաներ, որոնք ասում են դու հələ սպասի, հեսա դու նախագահությունից դուրս գաս, տես տղեկի ցմահ ոնց ենք նստացնում, մինչև վերջի կտորը ձեռներից վերցնենք, իրանք սոշիալի վրա ապրեն։ Այսինքն այդ սպառնալիքը իր վզին այսենց կախված է։ Եվ ինքը հասկանում է, որ վարկանիշները ընկնում են, ինքը ունի բացառապես հանրապետական կուսակցության ոչ ավելի քան 30%-ի աջակցություն, մագաները հանրապետական կուսակցությունը մոտ 30% են։ Սա է, ուրիշ չունի։ Իրա բախտը մենակ մի տեղ է բերել, որ հանրապետականներն էլ մի առանձնապես բան չեն անում, կռիվ չեն տալի, իսկ դեմոկրատները առաջարկ չունեն հասարակ։ Իրանի հետ հարաբերությունների հարցը մենք պետք է թողենք, չէ, շատ սկզբունքային է, ամեն ինչ նորմալ է, բայց պետք է թողես ինքը 12 շաբաթը կչորանա կանգնի Տրամպն այլ խոսում այլ։ Ուրիշ հարց է, որ ինքը պետք է որոշի, որ չգիտեմ, Նետանյախու զանգի, ասի Հայաստանը պետք է վերացնի։ Չէ, Հայաստանին Դե եթե Տել Ավիվից իրան չասեն Հայաստանը ոչնչացրու, ինքը ոչ մի բան չի անում։ Վիճակը դուք Իհարկե։ Մենակ ես չէ։ Հայաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների պայմանավորված են Իսրայելի։ Չէ։ Ցանկացած գործողություն Տրամպի ադմինիստրացիայի պայմանավորված է Տել Ավիվից զանգերով։ Իրանք բացառապես բոլորը էժանագույն ամենացածր մակարդակի իսրայելական գործակալներ են։ Շատ ծանր Ընդհանրապես ծանր չի, շատ թեթև է, բոլորը դրա մասին խոսում են, սաղ գիտեն, սաղ դրա հետ յոլա են գնում։ Այսինքն, եթե Տել Ավիվից չեն զանգում, ասում Հայաստանը վերացրու, ինքը ոչ բան չի, ինքը քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտի, ժողովուրդ։ Չէ, Տրամփի ուղի են պատրաստ։ Հետո ինչ։ Ինչ որտեղ Հիմա ուզում եք նորից բալալեմ վերադառնամ այդ թեման։ Այժմ գովազ հետարանք եթերում, այնուհետև խոսենք ինչ զարգացումներ կան այդ Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման տրված երկաթուղիների թեմայի շուրջ, որովհետև այնտեղ արդեն սկսեցին թվեր պտտվել, թվեր գալ Ռուսաստանը կարծես թե ասեց ինձ այսքան գովազից հետո կասեմ որքան փող եթե տակ մենք կմտածենք այդ կոնցեսիայի հետ կապված ինչ կարելի է անել մենք մինչև Բայց ասեց փող թե ասեց փարա ասեց մինչև 38 թիվը 2038 թիվը մենք ժամկետ ունենք դեռ պայմանավորվածությունների շրջանակներ են եւ Տրամփ այդքան չի ապրի փողի վերածվեց խոսակցությունը գովազդ է սիրելի բարեկամներ գովազդից հետո շարունակելու ենք զրույցը որովհետեւ դեռ մենք ես ուզում եմ ստանալ ձեր նաև մեկնաբանությունը Շանհայի հետ կապված է սա գրած է ինձ մոտ Շանհայի հետ կապված գովազդ է եթերում մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ, շաբաթվա անցուդարձն ենք տեղի ունեցածն ենք ոնց որ փորձում իմի բերել, եւ այսպես Ռուսաստանը ասում է մինչեւ 2038 թիվը ես դեռ ժամկետ ունեմ, իսկ եթե դուք ինչ-որ բան ուզում եք անեք, փոխհատուցեք ինձ։ Իմ ներդրումները, իմ չաշխատած շրջանը եւ այլն։ Խոսվում է 30 միլիարդ ռուբլու մասին, մինչ եթեր մտնելը փորձեցինք այսպես հաշվել դա ինչ է դառնում, մոտավորապես դառնում է 306 միլիոն եվրո, այդպիսի թիվ է ստացվում, կամ 357 միլիոն դոլար։ Այդ թեմայի, այդ թվերի մասին է խոսքը, ինչ եք կարծում, ինչպես կգնան բանակցությունները եւ զարգացումը այս հարցի շուրջ։ Դե իրանք արդեն հայտարարել են գումարը, տենց մի հատ մի քիչ տենց աղի անեկդոտ կա, որ մեկը մոտենում է աղջիկա, ասում է $1 միլիոն հետս կգաս, ասում է հա, ասում է իսկ 1000 դրամով, ասում է ինձ ինչ տեղ ես դրել, ասում է ինչ տեղ եմ քեզ դրել, մենք նախորդ հարցով պարզեցինք, հիմա գինն ենք պայմանավորվում։ Եթե վաճառվում է։ Հա, հիմա եթե իրանք ասել են 30 միլիարդ ռուբլի, ինձ թվում է, որ դա են գիննա, որ իրանք ուզում են, նու շիդեմ, ես պահին։ Ինչպես դուք կասեք, նորմալ գին է, հա։ Դե գիտեք ոնց, ռուբլու տեսանկյունից այս ռուբլու… Աստղաբաշխական չէ։ Չէ, ընդհանրապես աստղաբաշխական չի։ Բայց դա մենք չենք որոշողը, կարող է։ Տեսեք ինքը եթե… Եվ եթե գործը հասնի դրան, կարծում եք կհասնի գործը։ Եթե այնտեղ կառավարությունը կարա այնպես անի, որ ընդհանրապես ոչ մի չտա, հələ մի 2-3 միլիարդ եվրո իրանցից ստանանք չկատարած աշխատանքների համար եւ հա իհարկե որ մեր կորցրած եկամուտի, իրանց չկատարած պարտականությունների, օրինակ շարժակազմի հետ կապված խնդիրներ կան, բաներ կան, ասենց միջին ինչ որ արագության հետ շարժման քանի անգամ խոսել ենք, հա, իրանք այդպես հայտարարում են, որ մարդատար գնացքների միջին արագությունը սուտ 40 կմ/ժ սուտ է, 40 չի, քիչ ավելի, բայց ամեն դեպքում սենց շուտ նյուանսներ կան, որ մենք կարող ենք հակադարձ հայցով հանդես գանք եւ ստանանք մոտավորապես ասենք չգիտեմ, դիմում տանք 2.5-3 միլիարդի, բայց այդ գումարը, որի մասին խոսքը գնում է, այդ կարող է կոնցեսիայից զրկելու գումարն է, իսկ այն ինչ որ մենք ասում ենք, դա չկատարած պարտականությունների եւ Հայաստանի Հանրապետության կորցված շահույթի եկամուտի մասին է։ Դրա համար այդ հակադարձ բանով սենց ագնում ես դու իրան հաղթում ես 3 միլիարդի, որից 306 միլիոն եվրոն տալիս ես, ասում ես կոնցեսիատ կտրվեց, որպեսզի դու ուղիղ արտասահմանյան ներդրումների վարկանիշային տեսանկյունից լինես մաքուր, որտեղ այնտեղ ուղակի խլելը լավ չի, չես կարող խլես,
պետք է ինչ-որ բան անես դրա դիմաց։ Ուրիշ հարց, որ դու այն հայցադիմումով դառնում ես պատասխանատու պետություն, որը իր սեփական շահերը պաշտպանում է դատարանում, արբիտրաժային դատարանում, եվրոպական դատարանում, ինչը շատ կարևոր է, որպեսզի ուղիղ արտասահմանյան ներդրումների այդ վերլուծություններ եւ բաներ ոնց է դա կոչվում recommendation գրողները ասեմ որ օքեյ Հայաստանը սենց է եթե գալիս եք խոսք եք տալի որ պետք է անեք թե չէ դատի է տալիս բայց եթե հանգարց ինչ-որ բան է ինչ որ ձերն է ինքը քեզ վերադարձնում այսինքն այս գործընթացը որը կապված է պետություն խոշոր բիզնես պետություն ներդրումային կլիմա այս ոլորտին է վերաբերվում ցավոք սրտի մեր մոտ ոնց հասկացա եկան մենք նախարար չի փոխվել դրա համար խիստ կասկածում որ մերոնք կան այնտենց բան անեն բայց ամեն դեպքում ճիշտ ճանապարհը սա է նվերեմ տալի թող անեն Համենայն դեպս տպավորություն է որ փակուղուց այս հարցը փակուղային չէ երբեք չի եղել փակուղային ինքը եղել է մենակ ստեղ նո մարդկանց տեղը եւ Նիկոլի մոտ որը 18 թվականից փորձում էր ԵԱՏՄ-ի խորացնել։ Հիմա տեսեք ինքը հիմա այդ ծրագրի մեջ որ խորացնում է, չէ, հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Ինքը ռումբա դնում է այս պրոյեկտի տակ երկաթգիծը վերցնելու ականա դնում։ Ինչու՞։ Դե որտեվ եթե դու ԵԱՏՄ-ի հետ խորացնում ես, հետեւաբար շարունակում ես աշխատել։ Շարունակում ես աշխատել։ Երկաթգիծը ոնց ես կառուցելու։ Սա շատ քրիտիկական հարց է։ Ինչ երկաթգիծ ես գցելու։ Եվրոպական ստանդարտի թե ռուսական։ Եթե դու շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ի տնտեսական ոլորտում, դու ստիպված ես լինելու, նո տրամաբանությունը է դա։ Սարքես ռուսական ստանդարտի երկաթգիծ, այսինքն լայն 1600 Դա հասնի ինչ որ միտեղ, ընդդեղից փոխվի, դա հիմարություն է։ Տենց, հա։ Դա հիմարություն է։ Եթե դու անցնում ես եվրոպական ստանդարտի, դու ախուրի Գյումրի այդ կտորի բանից, նույն իրականում չի թվում Գյումրի Մայիսյան երևի թե այնտեղ պետք է գնա, այնտեղ այդ մեծ կայանը բանը փոփոխել, այդ անիմաստ բանից դուրս ես գալիս։ Ու դու ինտեգրվում ես այն ինչ որ իրանց երազած խաշմռուկն է։ Որովհետև այն բանը Բաքու Թբիլիսի Կարսը, էլի ինչ որտեղ գնում է դառնում է ինձ սովետական ռուսական մոդելի մեջ, հա։ Իսկ դու ստեղով կարողանում ես գցես այս արևմտյան բանը, որը նա եթե չեմ սխալվում 1600 մմ-ա, սա 1004 կոմենտներում խնդրում եմ ուղղեք, եթե ինչ որ մեկը գիտի այդ բաները։ Այսինքն ինչ որ շատ փոքր է 20 սանտիմետրի տարբերություն է, 10 տեղից 10 տեղից, ինչ որ առանձնապես մեծ բան է։ 20 սանտիմետր կա գայսապահ, երբ որ ամեն մի Այդ 20 սանտիմետրի մասին հումորները հա կարանք երկար տանենք։ Հա, բայց ամեն դեպքում սա է։ Եվ եթե մենք կարողանում ենք ստեղից դուրս գանք, դա հրաշալի է, որովհետև մենք կարողանում ենք նաև ապահովել այդ ամբողջական ինտեգրվածությունը տարբեր ուղղություններում, այդ թվում խաշմռուկների իրենց սիրած, որը իրականում չի աշխատելու, բայց ջանդամ, թող գոնե դա լինի, այդ խերը մնա այս երկրին Նիկոլի 4-րդ հանրապետությունից։ Բայց քանի որ ինքը ասում է, որ ինքը ԵԱՏՄ-ի մեջ է, դա ավտոմատ նշանակում է, որ ինքը ոչ մի ստանդարտ չի կարող փոխել։ Հասկանում եք խնդրեմը որն է։ Դու ասում ես, որ ես ԵԱՏՄ-ի հետ խորացնելու եմ, Ռուսաստանի հետ խորացնելու եմ, օքեյ, խորացնելու ես, բայց ո՞նց է ստանդարտը փոխելու։ Այդ ստանդարտը ԵԱՏՄ-ի համընդհանուր ստանդարտ է։ Որպեսզի դու այդ ստանդարտից հրաժարվես, դու պետք է ասես բայ-բայ։ Էնստինկի երգը հիշում եք 90-ականներից, բայ-բայ։ Բայց չես ասում, եղբայր, ասում ես, ես ընդեղել եմ խորացնելու։ Այս մարդկանց ցավոք սրտի ոչ մեկ վեկտորային հանրահաշիվ չի սովորացրել։ Որ վեկտորները սենց տարբեր ուղղությամբ գծում ես, դու ոչ թե բան ես, տենց լավ տղա ես, որ սաղ այդ լավ ես, դու ապուշ ես, որը տեղում է մնում։ Չէ, բալանսավորված քաղաքական։ Չէ, դա տարբեր բաներ են, վեկտորները եւ բալանսավորումը տարբեր բաներ։ Էլ եմ ասում, մենք ինչ ասեմ, մենք միլիգրամ էլ չենք, մենք նանոգրամ ենք միջազգային հարաբերություններում։ Մենք ոչինչ չենք կարող բալանսավորել, մենք սկի մեջ չենք կարող բալանսավորել։ Ազգային ժողովում չեն բալանսավորվում։ Շատ լուրջ բալանսավորում է, երբ որ դնում ես եվրոինտեգրման հարցերով անձնաժողովի նախագահան տալիս ես ուժի Հայաստանին, այնց էս բալանսավորը որ սաղի բերանը բաց է մնացել։ Հա, ինչ իմաստ ունի, չգիտեմ, նրանք են համաձայնվել, չգիտեմ, բայց հա, այտենց բալանսավորել ենք։ Բալաստավորել եք, չեք բալանսավորել։ Դե ծիծաղում եք, բայց փաստը փաստ է։ Հա, ծիծաղում եմ, բա ինչ անեմ։
Ես ասել եմ, այս ազգային ժողովի միակ լավ բաներն է, որ ազգային ժողովի նախագահան երրորդ մասի է։ Ուրիշ ոչ մի լավ բան այս ազգային ժողովում չկա։ Կարակ փագեք, մենակ Ռուբինյանը գնա գործանի հետ գա, всё, փագեք մնացած։ Ինչ այլուց ես դեռ շատ չհետևեցի, բայց Ռուբինյանը այդ օրը այդ քվեարկության օրը չգնաց աշխատանքի։ Երրորդ մասի է։ Ասեց այդ օրը ինչ լավ չեմ զգում ինձ։ Եվ դեռ պարզ չի, որ հանձնաժողովը ԿՊ-ի հանձնաժողովի նախագահները պարզ են, մյուսները միայն Ռոբերտ Քոչարյանի հանձնաժողովն է պարզ։ Յանյանենը սենց մի շատ են, մարդա մի հատ ունեն, էլի։ Մեծ, հա, բանը Ուժեղ Հայաստանինը։ Դեք Ուժեղ Հայաստանին այդ Գուցե այս բան են գցել, իրանց էլ են տենց ինչ-որ կոչվում փակուղի են գցել, իրանք Մոսկվայում բացատրեն, բեցի ճակատարում չեն իրանք, եվրոյին տգրվում, իրանք ընտրվել են, որ Մոսկվայից իդեպ, որ ասում եք բացատրեն, Դուգինը մի փոքր հարցազրույց տվեց, ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ, այնտեղ պարզապես այդ կարմիր թելով ասում էր, մեզ ճիշտ չեն տեղեկացրել ինչա կատարվում Հայաստանում, մենք սխալվել ենք։ Ինչ իմաստով։ Մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, դա ասած ոչ Փաշինյանն է մեղավոր, այնտեղ հարց տվեցին, ասել Հայաստանը ոնց որ թե գնում է, ես ոնց ենք տենց ուր ենք հասել էլի որ գնում են, այլ ասեց Փաշինյանը, ես կարծում եմ ոչ Փաշինյանն է մեղավոր, ոչ Սորոսը, ոչ այդ Եվրոպա։ Մենք սխալ ինֆորմացիայի հիման վրա սխալ աշխատանք ենք տարել եւ անգործություն են արել մերոնք։ Կիև Զատրիդնյա, օքեյ։ Լավ, Շանհայյան համագործակցության կազմակերպության աշխատանքներ անդամակցության ուղղությամբ։ Այդ մասին մենք անցած տարի եւս չկա այդ կազմակերպության հետ կապված գործողություն, որ հիմա նախ Բիշկեկում պետք է լինի, որովհետեւ պատկերացնեք իր մակարդակը, թե ինքը ինչ մակարդակի հանդիպում է, հա, ինքը այդ Շանհայյան հերթական ինչ-որ հանդիպում է հերթական փոխնախարարների, թե նախարարների էական չի, անցնում է միաժամանակ քոչվորների համաշխարհային խաղերի հետ միասին։ Այսինքն Всемирные игры кочевников։ Եվ Շանհայյան այդ բանը միաժամանակ են անցնում Բիշկեկում։ Դե դուք եք սիրում տենց համեմատություն։ Ես համեմատություն չեմ անում, ցավոք սրտի ինձ ուղարկել են Բիշկեկի բանի քաղաքի հանրային տրանսպորտի վրայի այդ բաները, որ իրանք այտենց իրար տակ են գրած։ Շանհայ եւ քոչվորների խաղեր, ռուսերեն եւ անգլերեն, գրած է, տենց է, գրած ինչ անեմ։ Հիմա Շանհայյան կազմակերպության հանդիպումները իրանք նույն մակարդակի են, ինչ որ համաշխարհային քոչվորների խաղերը։ Լավ, Շանհայյան կազմակերպության մեջ մենք գիտենք կա Չինաստան։ Դե ոչ մեկ չկա։ Շանհայյան կազմակերպությունը ստեղծվել էր Ելցինի ժամանակ, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը, այն վաղ Չինաստանը այդքան ուժեղ չէր, որպեսզի իրանք համատեղ ուժերով կենտրոնական Ասիայի երկրները պահեն իրանք համատեղ օրբիտայում, թույլ չտալով, որտեղ ամենն գալի մտնում էր եւ Մանասում բանում կա Կրղստանում ռազմական բազաներ է ստեղծում, որտեղ ինքը Աֆղանստանում իրականացնում է ռազմական օպերացիա եւ կար անմիջական վտանգ, որ ՆԱՏՕ-ի զորքերը, որոնք կանգնած են Աֆղանստանում, կշարունակեն էքսպանսիան եւ իրանցով կանեն կենտրոնական Ասիայի երկրները։ Այն պահից եւ մասնավորապես 21 թվականի սեպտեմբերից, երբ ամերիկյան զորքերը խայտարակ ձևի դուրս եկան Աֆղանստանից, այո, հաստատելով այն ճշմարտությունը, որ երբեք ոչ մի կայսրություն իր պատմության մեջ Աֆղանստանը չի կարողացել գրկել բռնել եւ մոռացեք որ դուք մեծ եք աշխարհում թիվ 1 բանակն եք եւ կարաք ձեր կարծիքով փոքր երկիրը գրավեք ուտեք եթե այդ երկիրը չի ուզում անցնվի այդ երկու բաների տակ Ամերիկան էլ ստորագրվեց այն որ մուլտիկը հիշում եք ի тебя считали и меня вылечат и тебя вылечат այնտեղ Բրիտանիաներ մինչեւ այդ բաններ մողոլներն էին մինչեւ այդ պարսիկներն էին հիշեք հայկական լեռնաշխարհից հայ իշխանների կրտսեր երեխաներին Սասանինները եւ մինչեւ այդ Պարթևյան թագավորները հավաքում էին եւ տանում էին կուշտունների կամ պուշտունների դեմ պատերազմի։ Այդ տարածքը մի անգամ է գրավել Ալեքսանդր Մակեդոնացին, բերե այդտեղ լիքը մակեդոնացիա նստածրել, դա կոչվում էր Բակտրիա եւ իրանք այդ լեռներում է, այտենց այդ դրանից հետո ոչ մեկ չի կարողացել գրավել, այնը չի գրավել մեռել է 3 տարի հետո գրավելուց, չգիտենք գրավել էր թե չգրավել։ Բակտրիան որպես թագավորություն գոյություն ուներ մինչեւ 6-րդ 7-րդ դար։ Իրանք վերջում են իսլամ ընդունել, ուսուցիչ չեն ընդունել։ Այսինքն ինքը պատմականորեն այտենց տեղ է։ Վերադառնանք։
Կենտրոնական Ասիայի երկրները կարող էին ընկնել այդ ՆԱՏՕ-ի եւ մասնավորապես ամերիկյան, ֆրանսիական, կանադական զորքերը, որ կանգնած հայկական գումարտակը չէր վաշտեր երևի, հայկական վաշտեր էր կանգնած։ Կանդագարում բանում ես ծանոթ մարդիկ ունեմ, որտեղ ծառայել են։ Այս մարդիկ ընդեղ էին։ Ռուսաստանի եւ Չինաստանի համար դա ահռելի խնդրեմ էր, որովհետեւ եթե ընդեղից Աֆղանստանը վերածվում էր արևմտյան արժեքային պետության, խնդիր էր առաջանում, որ կենտրոնական Ասիան էլ դառնում շատ ավելի արագ, որտեղ ի տարբերություն պուշտունների կենտրոնական Ասիայի ժողովուրդները մի քիչ ավելի բան են, սեկուլար են, այսինքն քաղաքացիական են, կրոնական բաներ չունեն։ Շատ արագ իրանք այդ արժեքները կընդունեին, կդառնային նորմալ արևմտամետ երկրներ տարածաշրջանում։ Այո, դա վտանգ էր թե Սովետի համար, թե Ռուսաստանի համար եւ թե Չինաստանի, դրա համար իրանք տենց համատեղ ստեղծեցին բան, ճնշին, բերին, որ Ամերիկան որ դուրս եկավ, այդ իմաստը կորել է շանայի։ Ասենք այնքան է կորել, որ Չինաստանն ու Պակիստանը միաժամանակ են մտել։ Ու բանը Հնդկաստանի հետ միասին, հա, որ ասենք իմաստ չունի։ Հիմա Հայաստանը գնում է այնտեղ, որովհետև արա յունգներ, չէ, կազած սիլիբից։ Թվալ թե լինել։ Ման Նիկոլը ուզում է ամեն տեղ նիրատը լինի, բառից բուն իմաստով նիրատ, այն որ մարդ կա է, տենց են որ ասում է լավ էլ ես գամ այդ քեֆին, ես էլ գամ այդ քեֆին, ինչ կլինի, գամ այդ քեֆին։ Ինքն է ուզում թե իրենն լավ առաջարկում ինքը ուզում է, չէ, ինքը ուզում է, որպեսի ոնց որ Պուտինը ուզում է Ուկրաինան գրավի, որ պատմության մեջ մտնի որպես расширитель земли русской, որ սենց ինքը տենց ուժեղ տղա է։ Տրամպը ուզում է քանդի սպիտակ տունը ընդ ստրիփ կլուբ սարքի, որտեղ ինքը ուզում է տենց բանը լինի։ Չգիտեմ, Նետանյախուի ուզում է սաղ գրավի, որ մեծ Իսրայել վերականգնի, սաղ տենց կտցրած։ Նիկոլն էլ ուզում է դառնա, տիպա ես էլ են տղեն եմ, որ խաղաղություն եմ Հայաստանին բերե, որ ոչ մեկ չի բերե։ Բայց այդ սաղ խածելքիք են։ Վատ կրթված վատ պատմություն իմացող կամ չիմացող, տնտեսություն չիմացող, ժամանակակից մարտահրավերներին անպատրաստ քաղաքական առաջնորդների ցանկություններ են։ ഞാൻ նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը ամենտեղ գնալ, նման է նրան մարդուն, ով որ ասենք, չգիտեմ, բրիջ խաղալ չգիտի, բայց գնում է բրիջի չեմպիոնատին։ Պատասխանում են, ասում են կա այդտեղ Չինաստան, Հնդկաստան, Իրան։ Չինաստան, Հնդկաստան, Իրան, այնտեղ կա։ Ինքը ասում է Ամերիկայի հետ ուզում եմ լավ լինեմ։ Ուրիշ երկրներ էլ կան, բարձե, մեզ Ամերիկայի հետ ուզում եմ լավ լինեմ, բայց ուզում եմ գնամ այնտեղ, որտեղ կա Չինաստանը եւ Իրանը միաժամանակ, որոնք Ամերիկային ուղարկում են գրողի ծոցը։ Հրաշալի որոշում է Ամերիկայի հետ լավ լինելու։ Ուղղակի փայլուն տրիպ են կառուցում։ Այդ նույնիսկ ավելի վատ է, քան Ռուսաստանի եւ Եվրամիության հետ միաժամանակ հարաբերությունների խորացում, որովհետեւ այնտեղ գոլե եվրոպացի կասպել դե լավ հայերն են, ճարճուն են։ Չի լինում տենց։ Ուղղակի չի լինում։ Դու կարաս ցանկություն կարաս ունենաս գնաս։ Այդ նույն այդ բանը, խաղաղության խորհուրդը որ ասել է։ Դա որտեղից է հայտնվել։ Ես չգիտեմ այդ Աբրահամյան համայնքայինագրերը եւ բաները Պարսից ծոցի արաբական թագավորությունները, կամ սենց ասեմ, ժառանգական իշխանություն փոխանցող պետությունները, իրանք հիմա չգիտեմ ոնց պրծնեն դրանից։ Ինչպես դա հիշատակ է։ Ասենք իրանք հենց են հենց ընկել են իրանական հարվածների տակ, իրանց տնտեսությունը վարի է, Հորմուզը փակ է, հիմա ասում են Հորմուզը բաց է։ Ժողովուրդ, ուրեմն մի թույլ տվեք, որ ձեզ խաբեն։ Որ ձեզ էշի տեղ դնեն, շատ ավելի կոպիտ։ Հորմուզը երբ որ բաց էր, օրական 150-ից 200 տանկեր էր անցնում 2 միլիոն բարել նավթ հանող։ Հիմա անցնում է 7, 10, 2, 15, 1, դա բաց չի, դա փակ է։ Ուրիշ բան է, որ աշխարհը տեղավորվել է նրանում, որ Հորմուզը փակ է ինքը այլ տեղերից է նավթ բանանում, ընդհանուր առմամբ ամենամեծ սպառողները օրինակ Չինաստանը անցնում է էլեկտրական ավտոմեքենաների, Ամերիկան ինչ թանկացրել է, մի քիչ ավելի թանկ տեղերից են նավթ առնում, բայց Հորմուզը բաց չի։ Եվ պետք չի ձև թափել, որ դա բացական բացվելու է, եւ պետք չի ձև թափել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ պատերազմը հաղթել են։ Մեզ քիչ է մնում ժամանակ, երկու թեմա ունեմ, մեկը Հայաստան-Հնդկաստան համաձայնության են եկել համատեղ մշակել
արտադրել պաշտպանական տեխնոլոգիաներ։ Այո, բաներ, որը- ինկուբատորներ բացել եւ այլն եւ այլն։ Եկեք այդ գոնե մի քիչ լավ բաներից էլ։ Չէ, լավ է, բան չկա, այդ ասենք նույն բան, ժողովուրդ, ես միշտ ասում եմ, ես որ ասում եմ չվախեք, այդ բան չի, լոզունգ չի հենց։ Ես գիտեմ, ուղղակի ժամանակ չի մնում, որ ես սա Եկեք հիմա մի քիչ ավելի շուտ ասեցի։ Հնդկաստանի հետ այդ հարաբերությունները ինչի են լավ, որովհետև Հնդկաստանը ունի ծրագիր պատրաստիր, կառուցիր բանին Հնդկաստանում, այսինքն իրանք այդ արևմտյան տեխնոլոգիաները վերցնում են հիմնական համագործակցության հիմնական գործընկերը դա իհարկե Ֆրանսիան է, որտեղ որ բանը անում, այսինքն մեզ համար դա ձեռնտու տարբերակ է եւ արտադրությունը բերելով Հայաստան լավ տարբերակ է, որ մենք կարողանանք հիշեցնել, որ ուկրաինական պատերազմում հարց է լուծում են էժան դրոներ։ Պետք չի խոսել նրա մասին, որ հնդկական արտադրանքը վիդիցիլի շվեյցարական ժամացույց չի։ Այո, իհարկե շվեյցարական ժամացույց չի, բայց դա պետք էլ չի։ Մենք պետք է ունենանք արտադրություն, մենք պետք է ունենանք արտադրություն, ասենք, չգիտեմ, տարեկան 2.5-3 միլիոն FPV դրոների, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշկները Սյունիքի կամ այլ հայկական հողերի վրա զառած ինչ-որ համաշխարհային քոչվորների խաղերի մասնակիցները մի օր առավոտը արթնանան նրանից, որ FPV դրոնը մտավ իր գլուխը ու չարթնանան էլ կամ չարթնանան։ Այսինքն դու պետք է այդքան ունենաս, որպեսզի քո պոտենցիալ ռազմավարական դաշնակիցները Նիկոլ Փաշինյանի խաղաղության գործընկերները ինչքան որ կարողանան մոբիլիզացնեն, ինչքան որ նախատեսված է, որ իրանք կարան մոբիլիզացնեն, դու 4 այդքան FPV դրոն ունենաս։ Ու մի այդքան էլ համապատասխանաբար քո ջայլ երեխեքից, որոնք նստած կլինեն տանը կամ ինչ-որ բունկերում, այդ դրոնները կառավարեն։ Սրա համար, այս գործողության համար Հնդկաստանը լավագույն գործընկերն է մեր, ինչու Չինաստանը չի, որովհետև Չինաստանում A ամեն ինչ թանկ է, B Չինաստանը հիմա խաղում է այլ խաղ, փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կիսեն բան, ամենահզոր բանակը, ամենահզոր պետությունը, ամենահզոր տնտեսությունը, в общем, զբաղված են մանկապարտեզի խաղերով։ Քարոնը վերցրել, չափում են իմը 15 սանտիմետր, իմը 15.5, ու տենց էլի։ Չնայած 2.4-ած բիձային է, սա չորնալու է անգնի երկուսն էլ իրանցնել հետը, բայց դե հիմա ամեն դեպքում իրանք այդ թեմայի մեջ են։ Հետաքրքիր չի։ Նախ եւ Չինաստանին հետաքրքիր չի մեզ այդ բանի հետ մտնելը, որովհետեւ դա ավտոմատ կերպով հարց է առաջացնում, թե ինքը ում կողմն է։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության ռազմավարական գործընկեր Իլխամի կամ Էրդողանի, թե ասենք ինքը Հայաստանի Հնդկաստանի համար այդ հարցը չկա։ Հնդկաստանը Հայաստանի կողքն է, վերջակետ։ Ինքը այդ հարցը շատ արագ լուծել է, ինքն էլ խնդրեմ չունի, մենք էլ խնդրեմ չունենք, հանգիստ աշխատում ենք։ Հրաշալի նորություն, պետք է աշխատենք, պետք է խորացնենք, պետք է բերենք եվրոպական մեր իրական գործընկերների հետ համատեղ տանենք, որտեղ իրանց էլ է ձեռ տալ Հնդկաստանի այդ բանը։ Երկու փոքրիկ թեմա էլ Հնդկաստան չի բահարատը։ Այո, բանկային ոլորտում ինչ որ խստացումներ են մտցվում Ռուսաստանի հետ կապված, դրա մասին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու այդ պատրվակով շատ շարունակականություն, այո, շարունակականություն ապահովելով։ Դե տեսեք, սրա մասին ձեզ մոտ խոսել եմ ամենասկզբից։ Ցանկացած բանկ, որը աշխատում է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հետ, այնտեղ ունի տեղադրած հատուկ սարք, որը ամբողջությամբ կարդում է այդ բանկի բոլոր օպերացիաները։ Այսինքն, այդ ուղղակի որ մարդիկ իմանան, հա, եթե դուք փոխանցում եք անում Ռուսաստանից գալիս է, չգիտեմ, նույնիսկ կարող է այդտեղ բանկեր կան, որ Հայաստանի ներսում կատարվող փոխանցումներն են իրանց բանկի համակարգով անցնող տենց են անում, այդ բոլոր տվյալները գնում են Ռուսաստան եւ կուտակվում են այնտեղ։ Նույնը վերաբերվում է Yandex-ին, նույնը վերաբերվում է Mail.ru-ին, նույնը վերաբերվում է Rambler-ին, նույն բանը վերաբերվում է ցանկացած ռուսական ծառայությանը, որը ձեզ առաջարկվում է նույնիսկ քողարկված անունով, որտեղ իրանք հիմա սկսել են բան անել, որ VPN-ներ առաջ քաշել, որոնք պրոստը ռուսական FSB-ի VPN-ներն են, պրոստը անգլերեն անուններ ունեն, հա, այդպես բան։ Բանկերի հետ համագործակցությունը, Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ համագործակցությունը համարվում է ռազմական անձագործություն։ Միշտ համարվել է 22 թվականի փետրվարի 24-ից, դա համարվում է ռազմական անձագործություն։ Յուրաքանչյուր բանկի տեր, որը թույլ է տվել, որ իր բանկը այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցել անձամբ պատասխանատու է երեխաների եւ կանանց սպանության մեջ, անձամբ բանկերի ցուցակը հանեք
հիմնական բաժնետերերի եւ տնօրենների որոշում տնօրենների խորհրդի անունները հանեք, իրանք բոլորը ռազմական անձագործ են, իրանք բոլորին կարող կանցնեք ահա։ Պարոն Սարգսյան, մի բան է բարոյական չի, մյուսը այստեղ մենք խոսքը բարոյականը գտնում գիտեք ենք կենտրոնական բանկի այ բարոյական պատասխանատվություն կրում են մարդը նրա համար, որ ասենք, չգիտեմ, Կիևո-Պեչորսկի լավրայի վրա ռումբ անգել։ Դա բարոյական պատասխանատվություն է։ Բանկ Օստանյանը գնաց, ասաց, որ գիտեք ինչ կա։ Դա էլ վերջին հարցների։ Առաջի քրիստոնյա երկիրն ենք, չենք կարա չգանք, մենք ձեր ցավը տանենք, Ուկրաինայի քրիստոնեացման հետ կապված հայերի ամագա այսքանը Աննան բարձր վերջի արշակունյաց հայերից էր, որ այնտեղ ամուսնացել է Վլադիմիրը, Կիևում ոչ մեկ տեքստը եղել է, խոսվել է, թե այնտեղ դուք չէ, ենթադրում եք։ այնտեղ ուղղակի Սուրբ Սոֆիայի բանում հայերեն տեքստեր կան, ասենք Ուկրաինայում ոչ մեկ դրանից չի հրաժարվում։ Իրանք բոլորը ընդունում են այդ ամագա։ Խոսելու կարիք չկա։ Խոսելու կարիք կա, եթե օրինակ գնում ես Տրամպի մոտ ու քարտեզը հանում ես, ասում ես, այ էս Հայաստանն է, էս Կամբոջան է։ Բայց եթե դու գնում ես միտեղ, որտեղ գիտեն հայերը ովքեր են, ինչ իմաստուն դրա մասին խոսես։ Մի խոսքով վերջվել է տեսեք, խնդիրը սենց է, հա, այդ դրան վերջում կանրադառնանք։ Եթե մեզ մոտ հարցը գալի կանգնում է նրան, որ մենք պետքա լավ երկար կտևի թողենք այս խոսակցությունը, գնանք Կիև։ Մի խոսքով բանկային այդ խստացումը։ Դա ուզում ասեի, տեսեք, այդ բանկային խստացումը Yandex տաքսի մեջ Yandex-ը հանելը, GG-ի մեջ 2 գիսա, 2 գիսը, օրինակ էլի ռուսական է, էլի FSB-ինն է, դա էլ չի կարելի։ Մարդիկ չեն հասկանում, որ երբ որ իրանք չեն հասկանում վտանգը Yandex-ի բան ունենալու, application հեռախոսի մեջ ունենալու, ֆիզիկապես չեն հասկանում այդ վտանգը։ Իրանք չեն հասկանում, որ դրանով անդերձ այդ, ասում եմ, դե ես ինչ եմ անում, որ տղա ջան, դու չես։ Դուք բազմություն եք մեծ տվյալներ են գալի, big data կոչվածնա, որով սա Հայաստանն են կարում չափեն, ընկեր։ Հիմա բանկերը պետք է փակվեն, հա, իհարկե պետք է փակվեն։ Չէ, ես բան ունեմ ասել։ Ասեք։ Ես հա, որտեվ լավ բանով ավարտենք, էլի։ Ինչ վերաբերում էր Վահան Կոստանյանի այցին։ Սա շատ ուրախալի է, որ հարաբերությունները Ուկրաինայի դուրս են գալի այն մակարդակի վրա, որտեղ որ առանձնապես բան չի էլ խոսվում։ Այսինքն այցա ու այցա աշխատանքային այցա, այդ էմոցիոնալ բանը չկա։ Էսա կարևոր, որ հարաբերությունները նույն Եվրամիության հետ, ես ուզում եմ որ հարաբերությունները դուրս բերեն դրա վրա, ես ուզում եմ որ փոխնախարարների մակարդակով այցերի մասին մենք իմանանք, ասենք, չգիտեմ, իրանց Twitter-ից, որ իրանք ինչ որ միտեղ գնացին հաց կերան։ Ոչ թե որ վայ մի տես ինչ խոսացին, տեսման, այդ շատ կարևոր է։ Ինտեգրացիոն բան։ Բժնին այդ սեղանիկի վրա։ Հա, այդ բժնի պատմությունն է, բաներն է, հա։ Հա, առանձին ուզում եմ ասեմ, ժողովուրդ, իրոք այս վտանգավոր ժամանակահատվածը, որը գնում է աշխարհի հետ կապված, Հայաստանին առանձնապես չի վերաբերում։ Տրիպը չի լինելու, որովհետև իր ֆինանսական ապահովվածությունը չկա։ Ուղղակի ֆինանս չկա, որ դա լինի։ Ավելի շուտ Տրամպը կհրաժարվի տրիպից, քան իր ստրիպ կլուբից, որը սպիտակ տանկող կպետք կառուցի։ Իսկ ստրիպ կլուբը թանկ է։ Բայց այդ երկուսն էլ հիմա մեկ մարդ է, ոնց որ թե կառավարում։ Էդ եմ ասում։ Սոկոլովը։ Այո, Սոկոլովը կփող չունի, կամ ստրիպ կլուբ, կամ ճանապարհ։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, զրուցում Արմեր Գայան Արաքելյանը։ Բարին ձեզ։